Հարգելի գործընկերներ, ըստ էության այս օրենսդրական փոփոխությունները անհրաժեշտ են եւ կապ ունեն կենսաչափական անձնագրերի համակարգ ներդնելու հետ։ Ես ուզում եմ ասել, որ վերջին մի տարվա ընթացքում, թե ամիսներին, հիմա չեմ էլ հիշի, մենք կենսաչափական անձնագրի համակարգի վրա շատ ինտենսիվ ենք աշխատել, առանձնակի ինտենսիվությամբ։ Այդ թվում մենք հիմա ունենք որոշակի նաև կենսաչափական նոր անձնագրերի ձևավորում, որի վրա աշխատել ենք եւ ընդ որում նկատի ենք ունեցել, որ եւ առաջիկայում այդ ձևավորումը ըստ էության պատրաստ է եւ առաջիկայում մենք առիթ կունենանք հանրության ներկայացնելու նոր տեսքը, պատկերները նոր կենսաչափական անձնագրի։ Ուզում եմ ասել, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձրել, որ կենսաչափական անձնագրի պատկերները ըստ էության ցույց տան մեր ծագումնաբանությունը, մեր բազմադարյա պատմությունը եւ առանցքում ունենան մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը եւ կարծում եմ սա ինչ որ առումով պետության այցեքարտն է եւ մենք աշխատել ենք այս տրամաբանությամբ։ Հաջորդը, որը ուզում եմ ելի ընդգծել, մենք ունենք այսպիսի ըմբռնում, որ այն պահից, երբ կենսաչափական անձնագրերը Հայաստանի Հանրապետությունում կսկսեն թողարկվել, մենք պետք է պլյուս մինուս մի քիչ կարճ ժամանակ մենք պետք է Զվարթնոց օդանավակայանում եւ սահմանային անցման բոլոր կետերում ունենանք անկոնտակտ անցման հնարավորություն, այսինքն երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կենսաչափական անձնագիրը սկան է անում եւ արդեն առանց որևէ ասենք օրինակ սահմանապահ ծառայության հետ կոնտակտի ինքը ուղղակի ելումուտ է անում Հայաստանի Հանրապետություն։ Հետագայում այս համակարգը մենք կարողանանք ընդլայնել նաև այլ երկրներում, եթե երկկողմ պայմանագրերով համաձայնվենք բազաների որոշակի փոխանակումով, որպեսզի մեր անձնագրերը ճանաչեն նաև այլ երկրներում եւ սա կարծում եմ նույնպես շատ կարևոր փոփոխություն է եւ իմիջայլոց այս անձնագրերի ներդրումը էական դեր է ունենալու Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացում, որովհետեւ անձնագրի որակը ինքը եւ բովանդակային որակը եւ բովանդակային պարունակությունը շատ էական է։ Ուզում եմ ասել, կենսաչափական անձնագրի կարևոր առանձնահատկություններից մեկն է, որ նրա կեղծման հավանականությունները տասնյակ անգամներով, չեմ ուզում ասեմ անհնար է, բայց տասնյակ անգամներով նվազում է, ինչը նշանակում է, որ երկրները կենսաչափական անձնագրեր կրողների պարագայում կարող են գրեթե վստահ լինել, որ գործ ունեն այն մարդու հետ, ով պատկերված է անձնագրի մեջ։ Եվ իհարկե կան նաև ընթացիկ հարցեր, Տիկին Սարգսյան, ես ճիշտ հասկացա, որ մեր կարգավորումներն այնպիսին են, որ անձը 16 տարեկանում պարտադիր պետք է ունենա կենսաչափական անձնագիր։ Բայց դեպքում նույնականացման քարտ եւ նույնականացման քարտ եւ նույնականացման քարտի արկայությունը մենք չենք կարող կցագրել կամ օրինակ զինկոմիսարիատներում հաշվառման հետ եւ դա փոխկապակցել, որպեսզի այլ հարակից ռիսկեր մեզ մոտ չունենանք, ինչի հետ կապված Պաշտպանության նախարարությունը ունի որոշակի մտահոգություններ։ Պարոն վարչապետ, մինչև հարցին անդրադառնալը թույլ տվեք մի քանի դիտարկումներ ներկայացնել, ավելի մանրամասն գնալով որոշակի որակական ասպեկտների։ Իրականում, երբ որ մենք ասում ենք, որ հավանականությունը գրեթե 0-ին մոտ է կեղծման, մենք նկատի ունենք, որ տպագրությունը երկու տարբեր փուլերով ենք իրականացնում, այսինքն բլանկի տպագրություն, որ իրականացնելու ենք նույնականացման քարտի դեպքում չեխական արտադրամասում, Չեխիայի կներեք արտադրամասում, անձնագրի դեպքում Նիդերլանդների արտադրամասում եւ Հայաստանի Հանրապետությունում ունենալու ենք բարձր ստանդարտային համապատասխան առանձին տպագրություն, որը որ բլանկի վրա դնելու է արդեն կենսաչափական պատկերները, տվյալները նկատի ունեմ եւ անձը հաստատող անձնական մնացյալ տվյալները, այսինքն երկու դեպքում էլ տպագրական այնպիսի ֆորմատ է աշխատում, որ հնարավորություն կարելի է ասել գրեթե չկա կեղծելու այս երկու հատվածները եւ նաեւ մենք տարբեր
անվտանգային միջոցառումներ ենք նաև երաշխավորում այս առումով, հոլոգրամները նկատի ունենալով, OVI տպագրությունը նկատի ունենալով, չխորանալով տարբեր մասնագիտական դետալների մեջ, բայց այնպիսի նուրբ շերտեր ենք ավելացրել ամբողջ անվտանգային բազայի մեջ, որ գրեթե 0-ին մոտ կեղծման գաղափարը լրիվ համապատասխանում է իրականությանը, ընդ որում մենք հիմնական պոլիկարբոնատից բաղկացած է data page ասվածը, որտեղ որ մեր անձնական տվյալներն են հիմնականում լինելու, դա 6-շերտ ըստ էության փաստաթուղթ է, որտեղ որ տվյալները ներթափանցման եղանակով են, այսինքն տպագրվելու, այսինքն ոչ թե զուտ ցանկացած մեկը կարող է իր մոտ արկա տպիչով տպագրություն կազմակերպել, այլ շատ ավելի բարձր անվտանգային ստանդարտներ են պետք այս ամբողջ process-ը կազմակերպելու։ Այս բոլոր շերտերն են, որ մեզ տալիս են հավաստում, որ կեղծիքը գրեթե 0-ի է հավասարեցված, եւ նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթներով մեր սահմանապահները եւս կարող են որպես երկրորդային շերտ ունենալ այս տվյալները, որպեսզի այդ մակարդակում եւս բացառենք որևէ կեղծիքը։ E-gate համակարգերի մասով ես ուզում եմ թարմացում անել տվյալների առումով, այս պայծրությամբ աշխատում ենք մեր մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի պիլոտային տարբերակով Զվարթնոց օդանավակայանում կարողանանք ներդրմանը զուգահեռ փորձարկել gate համակարգը։ Սա թույլ կտա նաեւ մեզ համար, ինքներս մեզ համար հավաստիանալ ինչպիսի խնդիրներ կան process-ում, եթե այդպիսի կան, ինչպես հաղթահարել, որպեսզի հետագայում ընդլայնման ճանապարհով գնալու պայմաններում նկատի ունեմ նաեւ ցամաքային անցման կետերը կարողանանք շատ ավելի պրոֆեսիոնալ կերպով գնալ առաջ եւ այո մեզ նաեւ երկում ըստ էության միջազգային պայմանագրեր են պետք, որովհետեւ կենսաչափական տվյալները պիտի փոխանակենք գործընկերների հետ, որպեսզի մեր տվյալները իրենց մոտ ունենալու պայմաններում կարողանան ճանաչել մեր անձը հաստատող փաստաթղթերը։ Մեր պետության դեպքում կարգավորումն այնպիսին է, որ 16 տարին լրացած անձի համար ասում ենք նույնականացման քարտը պարտադիր է, որովհետև անպայման չէ, որ անձը դուրս գա երկրից, ներպետական գործառույթների համար է, դրա համար ենք նույնականացման քարտը ֆիքսում որպես պարտադիրություն։ Պաշտպանության նախարարության դեպքում խնդիրը մի փոքր փոխվում է այն տրամաբանությունից ելնելով, որ նույնականացման քարտերը մենք սկսել ենք նաև միջազգային ասպարեզում օգտագործել։ Վրաստանի հետ ունենք երկում պայմանագիր, որ թույլ է տալիս նաև սահմանային անցման կետում եւս օգտագործել նույնականացման քարտերը, այսինքն անձնագրի փոխարեն դիտարկում ենք նույնականացման քարտը, դրա համար է, որ միանշանակ լուծում որպես այդպեսին չեն կարողանում գտնել, բայց գործընկերների հետ ունենք պայմանավորվածություն, որ լուծման կգանք, որպեսզի նաև բնի տիրույթում արկա խնդիրները կառավարելիություն ունենան այս տեսանկյունից։ Եվ պարոն վարչապետ, ուզում եմ նաև հատուկ ընդգծել, որ մենք Հայաստանի Հանրապետությունում այս նոր կենսաչափական փաստաթղթերի հետ համադրելու որևէ բան չունենք։ Այսինքն այն բոլոր փորձառությունները, որ մենք ունեցել ենք Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում կենսաչափական անձնագրերի տեսքով, դրանք որևէ ձևով չեն համադրվում այս նոր կենսաչափական համակարգի հետ, եւ ես ուզում եմ մեր քաղաքացիներին նաև վստահեցնել, որ սա որևէ ձևով չի հատվում ունեցած փորձառության հետ, սա նոր ստանդարտ է, ընդհանուր տեսքից մինչև անվտանգային այն բոլոր երաշխիքները, որոնք քաղաքացին անզեն աչքով միգուցե չկարողանա նաև դիտարկել եւ տեսնել։